միանշանակ ոչինչ ստացիք չէ, մենք խաղում ենք իսկապես դրամատիկ փուլում, շատ բաներ, շատ դինամիկ աչքիդ առաջ փոխվում են և կարիք կա հասկանալու փոփոխությունների տրամաբանությունը։ Մոտավորապես 8-10 ամիս առաջ սկսվեցին սոցիոլոգիական տարբեր հարցումներ և տարբեր շրջանակներ բավական ոգևորություն ապրեցին հասկանալու, որ իրենց վարկանիշը բարձրանում է, հակավարկանիշը իջնում է և որ իշխանության վարկանիշը ամենևին անհաղթահարելի բարձունք չէ։ Ես այն ժամանակ ասեցի, որ հրապարակային ասեցի, որ աշխարհ մի հատ թաքնված բան կա, այս պայմաններում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Եվ այդ միտքը շատ է հասկանում է իշխանությունը և իմ կանխատեսումը այն է, որ իշխանությունը գնալու է ոչ թե իր որակը լավացնելու ճանապարհով, որտեղ դա ամենան է, այլ գնալու է ուղղակի պայմանները փոխելու ճանապարհով, որտեղ այս պայմաններում նա չի կարող վերարտադրվել և նրանց ուժը միտքը լինելու է այն, որ ցանկացած գնով, ցանկացած օրինական և անօրինական ճանապարհը փոխել պայմանները։ Դա մոտավորապես կրկնում եմ 8-10 ամիս առաջ էր և դրանից հետո այն իրականության մեջ, որ մենք բոլորս ապրում ենք, այն կյանքը, որ մենք ապրում ենք, հենց դրան է ուղղված իշխանության բոլոր քայլերը ըստ պայմանների փոփոխության վրա է, ստեղծել ավելի նոր իրականություն, արդեն էական չի ավելի այլանդակ, ավելի թույլ, ավելի բարդ, բայց մի իրականություն, որտեղ իր շանսերը ինքը գնահատում է ավելի բարձր։ Դրանպես հանրային տրամադրությունների ֆիքսումը մի քանի հարակից գիտությունների խնդիրն է, բայց նաև այստեղ կարևոր է նաև ինտուիտիվ զգացումներ և կարևոր խնդիրներ նաև ռեալ իրական հողի վրա աշխատանքը, այն ճիշտ քայլերը և սխալ քայլերը։ Հիմա Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ, ինչ ուզում անում է և ոչինչ իրեն չի կարող կանգնեցնել։ Դա այդպես է, բայց այդ հարցը ունի նաև մյուս կողմը։ Իշխանությունը այդ ընթացքում թույլ է տալիս կոպիտ սխալներ, կոպիտ, որից ուղղակի պետք է օգտվել։ Իդեպ ցանկացած իշխանություն, ցանկացած ավտորիտար իշխանություն համակարգեր, որոնք կարող են այդ սխալներից օգտվել, ապա երկրները գնում են հնարավորինս առողջացման ճանապարհով։ Մեր մեկ խնդիրներից մեկը իշխանության սխալներից օգտվել։ Իմ խորին համոզմամբ տեսնական եկեղեցական աշխարհով տարմաս իշխանությունը բերել է եկեղեցու շուրջ աննախադեպ պատմական համախոհվածության և ինքը այդ հաշվարկը չի ունեցել իշխանությունը։ Դրա համար նրա որևէ քայլ արդեն կարիկատուրային քայլերի է վերածվում իրենց ողջ կարեկցությամբ հանդերձ, բայց փաստը նոր փաստ, որ բոլոր հարցումները ցույց են տալիս աննախադեպ համախոհվածություն եկեղեցու և հանրային հայոց կաթողիկոսի շուրջ։ Երկրորդը, իշխանության այդ ջարդված և անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են իրական Հայաստան ավանդակ և այդ խանդավառությունը ադրբեջանական տարածիկ սորենի կամ ադրբեջանից նավթամթերք և այլն բերելու է ամբողջ արշավը աչքիդ առաջ հանգեցնում է նրան, որ ձևավորվում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք ընդդեմ խեղճության։ Եվ այսօր խեղճության մարմնավորում իշխանությունն է անկախ նրանից, որ կարող է ցանկացածին դատողում է, սիմակալ բռնել, տանել, կանոնավորել, դա չի հարցը, բայց ձևավորվում է մի հատ հավաքական միտք ընդդեմ խեղճության, այդ դրոշիտը։ Սա իշխանության կոպիտ սխալներ են հիմա, եթե հայտ ներկայացնող փոփոխությունների հայտ ներկայացնող քաղաքական հանրային միավորները կարողանան օգտվել, դա կստանա էլեկտորալ արդյունք։ Ես վստահ եմ, որ կարողանան օգտվել, միանգամից ասեմ։ Մյուս իրողությունը այն է, որ առաջին հայացքից թվում է, թե մենք ունենք հասարակություն, որը ջարդվել է, որը ամեն ինչի համակերպում է և շատերի մոտ պայքարող իրավագիտակից հարուցամոտ դա բերում է խոր հիասթափության անկում այդ տրամադրությունների։ Առաջին հայացքից իրոք այդպես է, ես այդ մի օրինակը միշտ բերում եմ, կամ նոր օրինակ, ենթադրենք հիմա ասում է, որ պատարագներից առաջ պիտի հնչի Հայաստանում հիմն։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դա մեր մասած գրագետ չէ և ճիշտ չէ, բայց եթե այդ նույն մարդը որ կենեն ասել
Փոշմանեցի պարտարակներից առաջ պիտի հնչի Հայաստանի և Ադրբեջանի հիմնը, մեր եկեղեցին։ Իդը շատ խաղաղության, ինչ է կարծում, ինչ երցել լինելու, նույնը ինչ որ այսօր կա։ Այդ իր շրջիկ հավաքացիաների խումբը ողջունելու է, իր պետական համակարգը լրելու է, ովքեր հասկանում են, որ դա անթույլատրի լրելու է, լինելու են Հռոմի տարբեր ավելի կաթոլիկները ողջունելու են, ծափահարելու են եւ այլն։ Արդյոք սա նշանակում է, որ մեր հասարակությունը ջարդված է եւ ողնաշարը ջարդը։ Միանշանակ ոչ, եւ դա երևալու է էլեկտորալ պրոցեսների զուգահեռ։ Իմ խորին համոզմամբ ապրիլ, մայիս, հունիս ամսներին Հայաստանում լինելու է այլ տրամադրություն, երբ որ ընդհանրապես ընտրությունների շեմին, ընտրությունները մեր մեծ էլեկտորալ ակտիվության եւ այդ ժամանակ անակնկալ է լինելու բոլորի համար, բոլորիս ձևակերպեն եւ իշխանության եւ հակաիշխանական համակարգերի համար եւ մենք տեսնելու ենք, որ ստեղ ամենևին ջարդված եւ ամենևին անկում ապրած հասարակություն չէ եւ իհարկե լինելու է կարծում լինելու շատ այլանդակ տեսարաններ, բայց առողջացման այդ միտումները բարձր եւ այլն։ Ստեղ էլ է շատ կարեւոր, ես երբեք չեմ զլանում կրկնել գրագետ աշխատելու կարևորությունը, ամենակարևոր հարցն է։ Եվ այստեղ շատ կարևոր է տարանջատել նեղ խումբը իշխանության, որը լոկոմոտիվն է, որը ուղերն է, որը չգիտեմ ինչն է այդ բոլոր այլանդակությունների նեղ խումբ եւ մնացած իշխանական համակարգ, պետական համակարգ, դրանք պետք է շատ տարանջատել եւ այն հաջող ոչ իշխանական համակարգից հնչող ոչ ճիշտ ձևակերպումները այդ համակարգերի հանդեպ պետական, դրանք անթույլատրելի են։ Իսկապես գրագետ մոտեցումներն է, որ պետք է նեղ խումբը տարանջատել մնացածից, որոնք այսօր լվում են, որոնք այսօր ձեռք չեն հանում, դրանք տարբեր հասկացություններ են։ Շատ կարևոր խնդիր է հանրային ընկալումների համար, հանրային տրամադրությունների փոփոխության, ընդդիմություն հասկացության վերանայումը։ Այստեղ շատ կարևոր է եւ ամենակարևոր ըստիս ամենակարևոր խնդիրը այս դժվարագույն 6 ամսում ազնիվ լինելն է։ Ինքդ քո առաջ հասարակության եւ եթե դու մտնում ես process-ի մեջ հետապնդելով մերկանցի էգոիստիկ շահեր, դա վարպան է, շատ վարպան է, ինչ որտեղ կարող են այդ ուժերը դառնել հանցակից, պատմական տեսանկյունից։ Ստեղ շատ կարևոր է չսևեռվել սեփական վարկանիշի եւ սեփական հաղթանակի վրա։ Շատ կարևոր է խնդիրը դնել պետության հաղթանակը, հասարակության հաղթանակը, ոչ թե կոնկրետ լիդերի կամ կոնկրետ ուժերի։ Սա իսկապես մանդատի ընտրություն չէ, սա իսկապես նոր իշխանության մեջ փայլ ունենալու մասին ընտրություն չէ։ Հիմա ըստիս բոլոր փորձերը, որոնք տանում են ընդդիմություն գաղափարի մեղացմանը, դրանք եթե արվում են առանց հասկանալու, ապա այս բոլորին կխնդրեմ շուտ հրաժարվել դրանից։ Դա կոպիտ սխալ է, եթե դա արվում է հասկանալով, ապա դեռ լրիվարի է երկրորդ ունենք։ Ըստիս այդ ընդդիմություն հասկացությունը պետք է բացել այնքան, որ բոլոր նրանք, ովքեր չեն համակերպվում այսօրվա իրականության հետ, համարվում են ընդդիմություն։ Դրանք կարող են լինել մարդիկ, որոնք որևէ կուսակցության անդամ չեն, մարդիկ, որևէ ակտիվ պրոցեսների չեն մասնակցում, մարդիկ, որոնք իրենց ընտանեկան հոգսերով, աշխատանքային հոգսերով, հանրային շատ հետաքրքիր անվանացանք է ձևավորվել, որոնք վերջին 5 տարվա մեջ ամեն օր պայքարել են ազնիվ, սկզբունքային եւ այլն։ Իմ ասած հետեւանն է, եթե մենք հասկանանք, որ այսօր այս պատմական փուլում ընդդիմությունը ոչ թե 1-2 ուժերն է, այլ այն հասարակությունը, որ ուզում է փոփոխություններ, ապա մենք կլիքսենք, որ ոսկե գտնե մինչև 75% հասարակության մասին։ Իսկ դա իսկապես 9-րդ տարի կատարած ոչինչ հնարավոր չի անել, ոչ մի ռեպրեսիա, ոչ մի կալանքով չես կարող կանգնեցնել։ Եվ վերջում մի գաղափարի վրա, որ ես վերջին փուլում, վերջին 10 օրերի հրապարակային գրառումներում կոչ եմ անում բոլոր քաղաքական հանրային ընդդիմադիր միավորների, ակտիվների շրջանակների, մենք ունենք մեկ միասնական խնդիր։ Երբ որ ասում են համախոհվել, այդ համախոհվելը չի նշանակում էլի ցուցակ, չի նշանակում մանդատ,
Համախմբել նշանակում է ընդհանուր շահեր եւ ընդհանուր նպատակներ։ Դա ամենալուրջ համախմբումն է, որտեղ մենք այս 5-ս կարող ենք առանց իրար ճանաչելու մենք 6-ս լինենք մի թիմի անդամ, եթե մեր նպատակը եւ թիրախը նույնն է։ Հիմա ես իմ բոլոր ուսումնասիրություններով մեր թիմի, մեր կազմակերպության շատ կարևոր խնդիր ենք ձևակերպել։ Պետք է բացատրել հայ հասարակությանը ինչի մասին են ապագա գալիք ընտրությունները։ Այս ընտրությունները սովորական ընտրություն չէ, իշխանություն կփոխվի, չի փոխվի, կոալիցիա կլինի, չի մի օր կանի մանդատ, խոսքը դրա մասին չէ։ Ես ցավով եմ ֆիքսում եմ պրոբլեմ այսօր մեր հանրությունը խորապես չի գիտակցում ինչի մասին են լինելու այս ընտրությունները։ Իմ առաջարկած բանաձևը հետևյալն է, այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին են։ Եթե ուրիշը կգտնի այլ ձևակերպում, ես մեծ սիրով իմը կհանեմ կմիանամ նրան։ Եթե չեն գտնի, ես չեմ պնդում հեղինակային իրավունքի վրա։ Իսկապես վաղը կարող է ուշ լինել, վաղը կարող է եւ ընդվզումը ուշ լինել, եւ խելքի կարը ուշ լինել, եւ ազնվությունը ուշ լինել, եւ խիզախությունը, սա շատ կարևոր բան է։ Եթե մենք իսկապես որոշում ենք կայացնում մենք մեր ընտանիքներով, մեր սերունդներով, մեր անցած ներկայով ապրել այս երկրում, ապա պետք է Հայաստանը գնա լուրջ փոփոխությունների եւ չչարաշահելով ձեր համբերությունից մի ձևակերպում ունեն վաղուց կրկնում, Հայաստանը իսկապես պետք է նոր սոլիդ իշխանություն, ոչ թե իշխանություն, որը գալիս է վրեժի, չգիտեմ ինչի, անձնական շահեր, մերկանցիկ շահեր եւ այլն, չէ, այստեղ պետք է սոլիդ իշխանություն, որտեղ ներգրաված կլինեն բոլոր այն ուժերը, այն շրջանակները, որոնք պատկերացնում են ինչա պետք անել, կարող է իրար նույնիսկ չսիրեն, իրար հետ խնդիրներ ունենան, դա չորրորդական հարց է, որտեղ մեզ ապագայում պետք է անելու համակիցության նոր կանոններ, իրար լսելու, իրար հանդուրժելու, իրար հետ աշխատելու այդ նոր մշակույթը, եւ մենք կտեսնենք, որ մենք այդ իրավունքը Հայաստանում ապրելու մեր իրավունքը կարող ենք վերահաստատել։ Բայց ելի եմ կրկնում, հայ ժողովրդին պետք է վաղվանից, այսօրվանից, երեկվանից համառ աշխատանքի շնորհիվ բացատրել, ներկայացնել ինչի մասին են գալիք ընտրությունները։ Պարոն Հովհաննիսյան, շատ կարճ ես ճշգրտող հարց, որը կարծես թե դուք ձեր խոսքում պատասխանեցիք հենց այդ հարցին։ Մենք բոլորս ունենք անհանգստություն, որ մեր հանրության մի զգալի հատվածը շատ իներտ է։ Հասկանալի է այդ իներտությունը ինչով է պայմանավորված, պարտված այդպես պարտության բարդ հոգեբանական վիճակը հաղթահարելն է բարդ մեր հասարակության համար, մեր երկրում ստեղծված մթնոլորտն է շատ բարդ հաղթահարել։ Հիմա արդյոք աշխատանքը, որ կդարվի եւ կբացատրվի հասարակությանը, թե ինչի մասին է ընտրությունը, կարող է նաեւ հասարակությանը հանել այդ իներտության վիճակից։ Էլի կարող ենք որակումներ տալ, հա ինչպիսի հասարակություն է, ես կարծում մենք դասական պարտության հասարակություն ենք։ Բարից իմաստով պարտված եւ այդտեղ բազմաթիվ ենթաշերտեր կան, պարտության հասարակություն, դա շատ անդուր, շատ բարդ բան է եւ ինչ որ իմաստով մեր հասարակության ռեակցիան շակերտավոր նորմայի մեջ է։ Բայց ես վստահ եմ, որ մենք բավական լավ պոտենցիալ ունենք, լավ ներուժ ունենք դեր կանգնելու մեր երկրին։ Ուղղակի ստեղ պետք է աշխատել։ Առանց աշխատանքի մենք որևէ իրավունք չունենք բարոյական մեղադրել որևէ մեկի, մեր հասարակության որևէ շերտի, որևէ գուցե անհատների ունենք, ասենք կան անհատներ, որոնք բոլորս գիտենք, մեզ թվում է թե նորմալ մարդիկ են, մենք տեսնում ես վարքագիծը կարգալուց արված քահանայի առաջ շոքելով, չգիտեմ ինչ անելով տարբեր մարդկանց մասներ խոսում կամ լվող մարդկանց, բայց որպես հասարակություն, բավական նորմալ հասարակություն ենք, ոչ մեկից ոչ լավը, ոչ վատը։ Ստեղ խնդիրը աշխատանքն է, ճիշտ աշխատանքը։ Ես ստեղ մտավախությունն է, որտեղ ցավոք ոչ իշխանական համակարգերից երբեմն նաև հաճախ հնչում են սխալ գաղափարներ, սխալ ուղերձներ, սխալ ձևակերպումներ, որոնք դժվարացնում են աշխատանքը։ Ստեղ իսկապես շատ կարևոր է նա կոնսոլիդացված արշավի, որտեղ հասարակությանը կբացատրվի իր ընտրությունը ինչի մասն է, դա ուղիղ առնչվում է իր կյանքին, իր ընտանիքի կյանքին,
կարճաժամկետ հեռանկարի մեր պետության եւ մեր պետության խոր զարգացումների ճիշտ աշխատելու դեպքում ես վստահ եմ, որ մենք ունենանք